Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիո ընդունիչները կամ համացանցում եք մեզ դիտում գործարար ալիքի, YouTube-ի, Facebook-ի, Telegram-ի, Instagram-ի եւ մնացած բոլոր սոցիալական հարթակների էջերում կամ Արմեն Դարփինյանի YouTube-յան էջում եք մեզ դիտում եւ դա նշանակում է, որ մենք Դարփինյանի ժամն ենք սկսում։ Առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակն է պրոֆեսոր Արմեն Դարփինյանը, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Ղումարյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, կրկնենք, որ Դարփինյանի ժամը դա սուվերեն Հայաստանի եւ սուվերեն հայի ժամն է։ Ճիշտ այդպես։ Սուվերեն հայի տեսանկյունից այսօր քննարկելու ենք մի աշխարհում ստեղծված այս բարդ վիճակը։ Ես վերջերս լսում էի Ստանիսլավ Բիլկովսկու ռուս վերլուծաբան, փորձագետ, ինչպես ինքն է իրան անվանում, թոշակի գնացած քաղտեխնոլոգ։ Հետաքրքիր բան էր ասում էր, որ նոր աշխարհակարգին նախորդում է սովը, ռուսերեն ասեմ, որ ճիշտ լինի, վայնա, չումա, իգոլդ։ Այս 3 երևույթ են լինում, դրանից հետո գալիս է նոր աշխարհակարգը։ Կարծես թե պանդեմիան եղել է, պատերազմը ընթանում են, մնում է սովը, որը կարանք անվանենք, որ բանի ժամանակ եղել է, կարանք ասենք, որ չի եղել, այսինքն ուկրաինական ցորենի կրիզիսը։ Ընդհանուր առմամբ դուք էլ եք երևի համաձայն, որ նոր աշխարհակարգն է գալիս, ու տենց ինչքան է տևելու նախ իր գալը եւ մենք մեզնից տակը ինչ է մնալու այդ գալուց հետո։ Դե Բելկովսկին երևի ալեգորիաներով է խոսել, ես կարելի է համաձայնվել մասամբ, նախ դեռ ակնհայտ չէ, որ գալիս է այդ նոր աշխարհակարգը, ակնհայտ է մեկ բան, որ հին աշխարհակարգը չի գործում հիմա, ինչպիսին պիտի լինի, կդասավորվի արդյոք նոր աշխարհակարգ, որը կարող է ապահովել անվտանգությունը եւ բարգավաճումը, գոնե զգալի մասի երկրագնդի դեռևս մեծ հարցականի տակ է։ Մենք պիտի հասկանանք, որ այդ աշխարհակարգերի տեսությունը ունի մի քանի մոդել։ Այսպես ասած, բևեռների մոդելը, կա միաբևեռ աշխարհի մոդելը, որի միակ հավակնորդը կարող էր լինել Միացյալ Նահանգները, միաբևեռ աշխարհի, բայց իմ կարծիքով նրանք իրենց պատմական շանսը եւ հնարավորությունը կորցրեցին։ Սովետական միության փլուզումից հետո 1991 թվականին մոտ 10-15 տարի հավանաբար Միացյալ Նահանգները ունեին, որպեսզի այդ նոր աշխարհակարգը կառուցեն իրենց մոդելով, միաբևեռ աշխարհի մոդելով, եւ հայերեն ասած նրանք էշիականջում քնած էին եւ բաց թողեցին այդ հնարավորությունը։ Չեմ կարող ասել բարեբախտաբար թե ցավոք սրտի, ամենայն դեպս պիտի փաստել, որ միաբևեռ աշխարհի հնարավորությունը այլևս կորսված է։ Միացյալ Նահանգները դա տանուլ տվեցին։ Իմ կարծիքով իրենց ոչ այնքան պատասխանատու քաղաքականությամբ եւ վարքագծով։ Ուղղակի շատ էին ուրախացել սովետական միության փլուզումից, համարելով, որ արդեն հիմնական խնդիրը իրենց համար աշխարհակաղակական խնդիրը լուծված է եւ այսպես թե այնպես բոլոր մնացած երկրները կձգտեն դեպի Միացյալ Նահանգներ, ուրեմն այդ տեսությունները դեմոկրատիա, մարդու իրավունքներ, բան եւ այլն սրանով լցնում են ամբողջ աշխարհը եւ փորձում են այդ աշխարհը համապատասխանեցնել իրենց աշխարհակարգին։ Չստացվեց։ Երկրորդ մոդելը իհարկե երկբևեռանի աշխարհն է, որի կլասիկ տարբերակը սովետական միության եւ Արևմուտքի Վարշավյան պակտի եւ ուրեմն ՆԱՏՕ-ի հակամարտությունն էր, գրեթե 20-րդ դարի հիմնական ուրեմն ժամանակահատվածում։ Երկբևեռ աշխարհը այժմ ունի մեկ կողմնակից, դա Չինաստանն է։ Արդյոք կհաջողվի Չինաստանին ստեղծել այս երկրորդ բևեռը, ամենայն դեպս Չինաստանը ձգտում է դրան, ունի բոլոր հնարավորությունները եւ ի տարբերություն 91 թվականի, երբ Չինաստանը նոր էր վերցնում այդ իր ստարտային հնարավորությունները, դեռևս ակնհայտ չէր, որ կհաջողի, իսկ Չինաստանը իսկապես հաջողեց այս 30 տարիների ընթացքում։ Եվ այսօր արդեն, եթե վերցնենք համախառն ներքին արդյունքը, Միացյալ Նահանգները 22 տրիլիոն դոլար ունեն, Չինաստանը 15 մոտ տրիլիոն դոլար է, եւ եթե վերցնում ենք միջին աճի տեմպերը 5.5% տարեկան, Չինաստանը 2028 թվականին արդեն կկարողանա դառնալ աշխարհի համար 1 տնտեսությունը։ Այսինքն Չինաստանը ունի բոլոր շանսերը հավակնելու այդ երկբևեռանի աշխարհի կառուցվածքին
եւ իր հավակնությունները բավական բացահայտ կերպով ներկայացնում է աշխարհին։ Կհաջողի արդյոք թե ոչ, տեսնենք։ Ամենայն դեպս նրանց ինվեստիցիոն եւ քաղաքական ակտիվությունը աշխարհի տարբեր կետերում իսկապես ուշադրության արժանի է։ Նրանք գերակտիվություն են դրսևորում Աֆրիկայում։ Նրանք մեր հարևան Իրանի հետ վերջերս ստորագրեցին հսկայական մի պայմանագիր 250 միլիարդ դոլարի ընդհանուր արժողությամբ ենթակառուցվածքային ինվեստիցիաներ իրականացնելու մասին Իրանում։ Նրանք այս մեկ գոտի, մեկ ճանապարհ ծրագիրը ամբողջ աշխարհով մեկ սփռում են։ Ես վերջերս անգլիական թերթերում նկատեցի, որ արդեն տագնապ կա այնտեղ Անգլիայում անգամ չինական ինվեստիցիաների նկատմամբ, ասենք Լոնդոնում տարեկան չինական ինվեստիցիան, միայն Լոնդոնում տարեկան չինական ինվեստիցիաների ընդհանուր ծավալը կազմել էր մոտ 50 միլիարդ դոլար, հասկանում եք, այսինքն դա արդեն ռեալ տագնապ է առաջացնում արևմտյան գերիշխանությունների մոտ Չինաստանի այս հավակնությունները, նրանք ունեն այդ հնարավորությունը եւ այդ երկբևեռանի աշխարհը կառուցելու համար իմ կարծիքով ջանքեր չեն խնայելու։ Կա երրորդ մոդելը, բազմաբևեռ աշխարհի, այսպես ասած մոդելը, որի կողմնակիցն է այսօրվա Ռուսաստանը։ Ըստ որում Ռուսաստանը նույնպես բավական հաջողակ է այս տեսության առաջ տանելու մեջ։ Տեսեք, կան բազմաթիվ ֆորմատներ, որտեղ Ռուսաստանը շատ ակտիվ է եւ կարողացել է ներգրավել մեկ ֆորմատի մեջ այնպիսի երկրներին, ինչպիսիք են, ասենք, Հնդկաստանը եւ Չինաստանը, նույն, ասենք, BRICS-ում, կամ Շանհայյան, ուրեմն այդ համագործակցության նրանք ամենամեծ, ամենալուրջ, ակտիվ մասնակիցներից են, ջատագովներից են, կազմակերպիչներից են եւ պետք է ասել, որ ոչ առանց հաջողության։ Մենք տեսնում ենք նրանց ակտիվությունը աֆրիկական, ուրեմն տարածքում մենք տեսնում ենք եվրասիական, ուրեմն համագործակցության կոնտեքստում նրանց ակտիվությունը։ Այսինքն Ռուսաստանը ռեալ հավակնություններ է ներկայացնում բազմաբևեռ աշխարհ ստեղծելու։ Մենք եթե դիտարկենք նախագահ Պուտինի վերջին ժամանակներում ուրեմն ասված եզրույթներին, ապա այդ բազմաբևեռ աշխարհը նա դիտարկում է որպես ամենաարդար աշխարհի կառուցվածք, այդ ասենք տարբեր բևեռներ ունենալու։ Եվ իհարկե այս հավակնությունները այդ թվում նաև մեր տարածաշրջանի նկատմամբ որևէ տեղ չեն կորել Ռուսաստանի հավակնությունները, եվրասիական տարածաշրջանի նկատմամբ եւ մեզ մոտ կան վերլուծաբաններ, չէ՞ որ ասում են Ռուսաստանը տարածաշրջանից գնում է, ուրեմն մենք պիտի մի քանի ժամ առաջ Արապապյանի հետ էինք զրուցում, նույն բանի մասին էինք խոսում, ինքը պնդում է, որ Ռուսաստանը գնում է տարածաշրջան։ Բացարձակ համաձայն չեմ դրա հետ, որովհետեւ ոչ մի տեղ Ռուսաստանը չի գնում։ Ռուսաստանը իր բազմաբևեռ աշխարհի տեսությունը եւ պրակտիկան ձևավորում է եւ իրականացնում է։ Ուրեմն դա մեզ դուր կգա, դա մեզ դուր չգա, ոմանց դուր կգա, ոմանց դուր չգա, բայց որ ասում են, որ Ռուսաստանը գնում է եւ մենք պիտի պատրաստ լինենք դրան, դա բացարձակ անհետեթություն եմ կարծիքով։ Ես ձեր թույլտվությամբ ձեզ ընդհանրեմ։ Վերադառնալով Արցախի նախագահի հարցազրույցին, մի դրվագ է պատմում, ասում են դուք որտեղից իմացաք, որ կռիվը սկսում, ասում են ինձ ռուսներն ասեցին ու պատմեցին հետեւյալը, որ Շուշիի մատույցներում գտնվող երկու կետ կար, երկու ԿՊՊ կար, ադրբեջանական եւ ռուսական։ Թուրքերը մոտեցել են ռուսներին եւ ասել են, որ մի քանի րոպեից սկսելու է հրետանի աշխատել, խնդրում եմ թաքնվեք։ Եվ ռուսները թաքնվել են։ Այսինքն, արդյոք ոնց որ դա գերտերության բանակի պահելաձև է եւ ուրիշ ոնց հասկանանք նմանատիպ պահվածք է։ Ես այստեղ չէի ընդհանրացնի այդ կերպ, բացարձակ չէի ընդհանրացնի, իրենք տեսել են իրենց խնդիրը թաքնվելու մեջ, թաքնվել են։ Իրենք չեն տեսել իրենց խնդիրը եւ չեն էլ տեսնում իրենց խնդիրը այդ, ասենք, տարածքում, ուրեմն օրինակ հայերի նկատմամբ ոտնձգությունները կանխելու մեջ չեն տեսել փաստորեն։ Ըստ էության իրենք ընդամենը ուղեկցեցին հայերին այդ հայաթափման ամբողջ ընթացքում։ Դա չի կապի գերտերությունը թե ոչ։ Դա կկապի այս պահի շահերի հետ։ Այս պահի շահերը Ռուսաստանի թելադրում են, որպեսզի ռուս-թուրքական ալյանսը ուրեմն գործի եւ դա նույնպես այդ բազմաբևեռության թեմաների մեջ է, չնայած Թուրքիան շատ ավելի
տարաբնույթ մոտեցումներ ունի այդ ամենի մեջ Թուրքիան ոչ միայն բազմաբևեռ աշխարհի կողմնակից է ոչ միայն նա նաև առաջ է տանում թուրքական աշխարհի գաղափարը եւ պիտի ասել որ բավական լուրջ հաջողություններ ունեն ասենք ապրանքաշրջանառությունը թուրքական աշխարհի այս տարվա կտրվածքով կկազմի մոտ $20 միլիարդ դա արդեն հսկայական թիվ է որը աճի միտում ունի եւ թուրքական աշխարհը եւ Թուրքիայի գլխավորությամբ դա ցուցադրում է այդ շահագրգռվածությունը ուժեղացնել դա բայց ես շարունակեմ ուրեմն բազմաբևեռ աշխարհի կողմնակիցներից է ամենացայտուն կողմնակիցներից է Ռուսաստանը որ առաջ է տանում եւ ոչ առանց հաջողության բայց կա նաեւ առանց բևեռ աշխարհի ուրեմն մոտեցում եւ այդտեղ օրինակ այնպիսի կառույցներ ինչպիսին են Համասը, Հեզբոլլահը, ենթադրենք ԻԳԻԼ-ը Տեսեք, Թուրքիան 73 թվականին ոչ մի բևեռ հաշվի չառնելով մտավ հյուսիսային Կիպրոս։ Ուղղակի ռազմական գործողություն իրականացրեց եւ գրավեց Կիպրոսի կեսը։ Որևէ մեկը որևէ արձագանք չար, այսինքն որևէ բևեռին նա ուշադրություն չդարձրեց։ Ադրբեջանը Մինսկի խումբ, ԵՀԿ, համանախագահություն, ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, որևէ մեկին հաշվի չառնելով ուժային գործողություն իրականացրեց եւ գրավեց։ Կարծում եք կոնսենսուս չի եղել, որ տենց պիտի լինի։ Այդ բևեռների մեջ։ Չեմ կարող ասել, որովհետեւ չունեմ բավարար չափով տեղեկատվություն, չեմ կարող ասել եղել է թե չի եղել, համենայն դեպս ենթադրությունների դաշտ չգնանք։ Գոյություններ Մինսկի խումբ, համանախագահների գոյությունն են նրանց պաշտոնական հայտարարությունները, իսկ պաշտոնական հայտարարություններում նրանք միշտ կոչ էին անում ուժի կիրառման եւ սպառնալիքի բացակայության եւ այլ։ Ամեն դեպս ոչ մեկին հաշվի չառնելով նրանք ուրեմն գրավեցին Լեռնային Ղարաբաղը։ Նման օրինակները շատ են, բազմաթիվ են աշխարհում եւ այդ ոչ մի բևեռ չունեցող աշխարհը հյուսիսային Կորեայի են մեր աղբերը նույնպես ցանկացած պահի այդ ինքը կոճակին սեղմելու պատրաստ։ Չինաստանին ամեն դեպքում ենթարկվում է, չէ՞ ինքը։ Ինչ որ չափով, հա, չեմ ասում, վստահաբար չէ, բայց ինչ որ չափով այսինքն մարդ է, որ ասում է, ես ասենք, այս վերջերս հայտարարեց, ասաց, ես երբեք չեմ ընդունել Իսրայելի գոյությունը, երբեք չեմ ընդունել ու չեմ էլ ընդունի, օրինակ ասենք։ Հիմա ինչ կարող ես ասես այդ մարդուն, պետության տեր է, այսինքն պետություն, որը որ նաև ունի այն մի հրաշալի գործիքը, որը կոչվում է միջուկային զենք, որով կարողանում է սաստել աշխարհին։ Հիմա այդ առանց բևեռ աշխարհի կողմնակիցներից մեկն էլ այո հյուսիսային Կորեան է, իհարկե, որովհետև ինքը ցանկացած պահի, ցանկացած գործողության ունակ է։ Հիմա նման աշխարհի կձգտեն նաև այն երկրները, որոնք փորձում են այդ հրաշալի գործիքներից տիրապետեն։ Հիմա մենք ունենք մեր հարևան Իրանը, որը իսկապես բարեկամական դրսևորումներ ունի մեր նկատմամբ եւ որոշ մասով, միգուցե զգալի մասով մեր ազգային շահերը համընկնում են իրենց հետ։ Իսրայելական աղբյուրները նշում են, որ Իրանը արդեն հասել է մոտ 80% հարստացման ուրանի, իսկ ես հիշեցնեմ, որ ուրանի 90% հարստացման պարագայում արդեն միջուկային զենքի արտադրության հնարավորություն է ստեղծվում։ Իրանը դա բացահայտ չի ասում, բայց անպայման ձգտում է միջուկային զենք ունենալուն։ Իմ կարծիքով ով որ ձգտում է նա անպայման կհասնի իր նպատակին եւ ուրեմն միջուկային զենք ունենալու պարագայում այդ եւ բազմաբևեռության եւ առանց բևեռության տեսությունները նույնպես ուրեմն կունենան իրենց արտացոլումը։ Վերցնենք, ասենք հրաշալի գործիքներից ուրիշ մի բան, ասենք Թայվանը, հա, աշխարհի կիսահաղորդիչների արտադրության 65%-ը կենտրոնացված է Թայվանում։ Հիմա մենք ասում ենք աշխարհակաղակական Թայվանը Չինաստանի մաս է, Չինաստանի մաս չէ, բայց մենք հիշենք, որ մինչև 70-ական թվականները հենց Թայվանն էր ՄԱԿ-ի անդամ։ Հենց Թայվանն էր Չինաստանը, ՄԱԿ-ի անդամ երկիր էր հենց Թայվանը։ Հետո նոր դարձավ Չինաստանը, նորից աշխարհակաղակական վերադասավորումների արդյունքում, բայց Թայվանը այսօր կարևոր է ամբողջ աշխարհի համար, որովհետև կիսահաղորդիչների արտադրության 65%-ը աշխարհի իրենց ձեռքում է։ Հասկանում եք, Թայվանի ոչնչացումը կատաստրոֆա կլինի աշխարհի համար։
Հիմա ես այստեղ զուգահեռ եմ տանում Հայաստանի հետ բնականաբար մեզ հետ, որտեղ այս ամեն ինչի մեզ հետաքրքիր պիտի լինի, բա մենք ուր ենք, մենք որտեղ ենք, մենք ինչ պիտի անենք, եւ այդ հրաշալի գործիքներից մեկը կիսահաղորդիչ չի, կիսահաղորդիչ, ինչ որ մի բան պիտի մեր ձեռքում լինի, հասկանում եք, եթե չկա, ապա մեր չգոյությունը ոչ մեկի համար խնդիր չի։ Աշխարհի համար աննկատ կլինի, հասկանում եք, մենք գոյություն ունենք, թե գոյություն չունենք, Թայվանը, որը որ կիսա ճանաչված երկիր է, նրա չգոյությունը միանգամից կատաստրոֆիկ Մեծ հաշվով Թայվանի ստատուսը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստատուսի նման մի բան էր։ Ոչ մի բանով ավել չէր։ Իհարկե, ասենք պետություններ կան, որոնք ճանաչել են Թայվանը, բայց իսկապես, այո, պետություններ, նրանք ավելի շատ ոչ թե որպես պետություն են հանդես գալիս, ավելի շատ որպես ինչ-որ համակարգ են հանդես գալիս, հասկանում եք, ամփոփ համակարգ, որի հետ հաշվի են նստում աշխարհը, այդ թվում Չինաստանը։ Նրանք վնաս չեն հասցնում Չինաստանին, չեն էլ ուզում վնաս հասցնել Չինաստանին։ Ոչ էլ որևէ մեկը, որը Թայվանի հետ բարեկամություն է անում կամ առևտուր է անում, չի ուզում վնաս հասցնի։ Իհարկե Միացյալ Նահանգները մշտապես կպաշտպանեն Թայվանին, այդտեղ կա նաև այդ հակամարտությունը Միացյալ Նահանգների եւ Չինաստանի։ Բայց նորից վերադառնալով այս բոլոր մոդելներին, պիտի նաև մենք անպայման հաշվի առնենք տնտեսագիտական, ֆինանսական, առևտրային ցուցանիշները եւ շահերը, որովհետեւ շատ հաճախ մեր քաղաքագետները այդպես օդի մեջ որ խոսում են, հաշվի չեն առնում տնտեսական բաղադրիչը, ասենք Ռուսաստանը գնում, ուր է գնում, ոնց է գնում, կամ ասենք Միացյալ Նահանգները գալիս են, կամ Չինաստանը աշխարհը տիրան, կամ Չինաստանն ու Ռուսաստանը կմիանան։ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների առևտուրը կազմում է $800 միլիարդ։ Չինաստանի եւ Ռուսաստանի առևտուրը կազմում է $200 միլիարդ։ Այսինքն Չինաստանը առնվազն 4 անգամ ավելի հետաքրքրված է Միացյալ Նահանգների հետ առևտուր անելով եւ այդ շահերը պաշտպանելով, քան Ռուսաստանի հետ առևտուր անելով եւ շահերը պաշտպանելով։ Հսկայական առևտրային գործընկերություն կա այդտեղ։ Եթե նայում ենք ինվեստիցիոն համաշխարհային ուրեմն թվերը, հա, ասենք ուղղակի ինվեստիցիաները աշխարհից ուր են գնում։ Առաջին երկիրը զարգացող երկրների շարքում ուր գնում են ինվեստիցիաները, դա Չինաստանն է, $200 միլիարդ տարեկան գնում է Չինաստան։ Որտեղից է գնում։ Մեծապես Միացյալ Նահանգներից։ Ճիշտ է, երկրորդ տեղում հիմա արդեն գալիս է հասնում է աստիճանաբար Հնդկաստանը, բայց Հնդկաստանը հսկայական երկիր է, իհարկե իր հսկայական խնդիրներով։ Այսինքն մշտապես հսկայական մեծ պոտենցիալ ունեցող երկիր, բայց որի ասենք առնվազն 300 միլիոն մարդ գտնվում է ձեր ասած սովի վիճակում, հա։ Առնվազն յուրաքանչյուր 5-րդը անտառաճանաչ է, անգրագետ է, հա, այսինքն հսկայական պոտենցիալ ունի, բայց նաև հսկայական պայթյունավտանգ։ Մեծ հաշվով Չինաստանն էլ մի քանի տասնամյակ առաջ այդ վիճակում էր։ Այդ վիճակում էր արդյոք կհաջողվի տրանսֆորմը իրականացնել եւ Միացյալ Նահանգներից ինվեստիցիոն ակտիվությունը Չինաստանից տեղափոխել Հնդկաստան մեծ հարցական է, որովհետև եթե հաջողվեց սկզբից Միացյալ Նահանգները վերաբերվում են Չինաստանին որպես էժան աշխատուժ ունեցող երկիր, ուր կարելի է տեղափոխել իրենց հիմնական արտադրանքները եւ հիմնականում լայն սպառման ապրանքների մասն է խոսքը։ Եվ Չինաստանը անգամ կոչում են համաշխարհային ֆաբրիկա, այսինքն մի տեղ, որտեղ կարող է էժան աշխատուժ օգտագործել, ինվեստիցիաներ իրականացնել, գործարաններ ստեղծել եւ ուրեմն օգտվել դրանից, բայց Չինաստանը շատ խորամանկ դուրս եկավ եւ չհամակերպվեց այդ համաշխարհային ֆաբրիկայի իր կարգավիճակի հետ եւ գնաց դեպի տեխնոլոգիական զարգացում, այսինքն նրանք սկսեցին տեխնոլոգիաներ ներմուծել Միացյալ Նահանգներից եւ զարգացած այլ երկրներից, անգամ կրկնօրինակել, անգամ ինչու ոչ արտադրական պրոմышленный շպիոնաժ գոյություն ունի, հա, շպիոնաժ հասկացությունը գոյություն ունի, երբ դու զարգացած երկրներից փորձում ես ներգրավել այն նորամուծությունները, տեխնոլոգիական, որոնք այնտեղ կան։ Ինչարը սովետական միությունը բավական լուրջ կերպով դրանով զբաղվում էր, արտադրական շպիոնաժով, զարգացած երկրներում, դեսպանատներում պահելով ինժեներական հսկայական կորպուսեր, որոնք որ իսկապես զորագույն օգուտ էին բերում սովետական միությանը որպես երկիր։ Սա նույնպես թեմա է, որը մեզ համար պիտի ուսանելի լինի, հասկանում եք։ Հիմա գանք նորից աշխարհաքաղաքական նոր կարգի
ուրեմն ձևավորմանը։ Ուրեմն այս ճշգրտող հարց տամ։ Կարող է կարգ չձևավորվի։ Այսինքն կարող է։ Այսինքն երբ որ մենք կարգ ասում ենք, մենք նկատի ունենք, որ պիտի լինի ինչ-որ համակարգ, հիերարխիա, փոխհարաբերությունների կանոններ, բայց երբ որ հիմա նայում ենք աշխարհում ինչ է տեղի ունենում, հասկանում ենք, որ մեծ հաշվով կարող է կարգ չլինի ընդհանրապես, այսինքն աշխարհը անկարգ լինի։ Հենց դրա համար ես սկզբում ասացի, որ դեռ ակնհայտ չէ, որ այսինքն կձևավորվի։ Այո, դրա անհրաժեշտությունը բոլորը տեսնում են, բայց քանի որ բոլորը եւ հիմնական խաղացողները դա տեսնում են տարբեր ձևերով, շատ հնարավոր է, որ կոնսենսուս չառաջանա եւ որևէ կարգ չսահմանվի։ Բայց հիմա տեսնենք այն ռազլոմները, հայերեն կարծեմ բեկվածք է կոչվում ռազլոմ բառը ռուսերեն, որոնք այսօր արկա են այդ նոր աշխարհակարգի ձևավորման շուրջ։ Ռազլոմներից առաջինը երևի այսօրվա վիճակով այդ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը ընդհանրապես այդ տարածաշրջանի նկատմամբ դրսևորումները աշխարհի։ Վերջերս 2 օր առաջ էր կարծեմ տեղի ունեցավ Գլխավոր ասամբլեայի ՄԱԿ-ի ուրեմն քվեարկությունը, որտեղ մի բանաձև ընդունվեց, որը ընդամենը կոչ էր հակամարտության դադարեցման, հրադադարի ուրեմն կայացման եւ խաղաղ կերպով հարցերը լուծելուն, որին իհարկե դիմակայություն ցուցաբերեց Իսրայելը, Միացյալ Նահանգները, այնտեղ արևմտյան երկրներից կարծեմ Հունգարիան էր, Ավստրիան, Խորվաթիան, եթե չեմ սխալվում, նաեւ Չեխիան, այո, Չեխիան, եւ ինչն էր հետաքրքիր, Չեխիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Չեխիան պիտի դուրս գա ընդհանրապես Միացյալ Ազգերի կազմակերպությունից, որովհետեւ ինչպես կարելի է անդամակցել մի կազմակերպությունում, որում քվեարկությունը տեղի ունենում եւ որը ուրեմն Համասին չի դատապարտում, այսինքն Չեխիայի նախարարներից մեկն է դա արտասանում։ Հիմա տեսեք, այս ռազլոմը տեղի ունեցավ, Հայաստանը քվեարկեց այդ բանաձևի օգտին։ Ես երեք ստացա իսրայելցի մի վերլուծաբան կա, որի հետ կապի մեջ ենք, որը նաև որի կինը, եթե չեմ սխալվում, հայ է։ Հայաստանի հետ որոշակի կապեր ունեցող անձնավորություն է, որը բավական հայտնի վերլուծաբան է, իսրայելցի։ Ինքը ինձ ուղարկեց «Սպասիբո վամ Արմենիա», այսինքն շնորհակալություն, որոշ կամարանքով, որովհետև այսինքն մենք քվեարկել ենք մի բանաձևի օգտին, որը չէր դատապարտում Համասին, բայց ընդամենը կոչ էր դեպի խաղաղություն։ Հիմա ես ինչ պատասխանեցի, նորեն համեցեք, հիմա ինչ պիտի պատասխանեի, այսինքն ինչ էր ակնկալում Իսրայելը մեզանից։ Բայց մենք հասկանանք, մենք ընդհանրապես այդ ռազլոմի մեջ մեր տեղը ունենք, թե ոչ։ Բոլորովին վերջերս ես պատահական տեսա ուրեմն Պաղեստինի արտակարգ եւ լիազոր դեսպանը Ադրբեջանում ինտերվյու էր տալիս։ Այնտեղ ասում են մենք երբեք չենք եղել ուրեմն Ղարաբաղի անջատման կողմնակից, մենք միշտ եղել ենք Ադրբեջանի կողքին, Պաղեստինի ժողովուրդը, դուք հիշում եք 2011 թվականին Մահմուդ Աբբասը Պաղեստինի ղեկավարը այցելեց Բաքու, մենք միշտ եղել ենք ձեզ հետ եւ այլն։ Հիմա այսինքն Պաղեստինը ունի դեսպան Բաքվում, Բաքուն ունի արդեն ես չգիտեի, Բաքուն ունի դեսպան Պաղեստինում Ռամալայում։ Մենք, որի համար հայերիս համար Պաղեստինի ժողովուրդը դա նախ բազմա հազարավոր, եթե ասենք տարիներ մենք եղել ենք նույն տարածաշրջանում եւ շատ ավելի մեծ է մեր կապերի բանը, պատմությունը։ Էլ չասեմ, որ ցեղասպանության ուրեմն ցեղասպանությունից հետո Պաղեստինյան ժողովուրդը մեզ համար բարեկամական ժողովուրդ է եղել մշտապես, էլ չասեմ, որ մենք այդ տարածաշրջանում միշտ համագործակցել ենք, այսինքն մենք Պաղեստինի հետ որևէ հարաբերություն չենք ունեցել։ Պաղեստինը երկիր է, որը որ երկիր է, որը ՄԱԿ անդամ երկիր է, 138 երկրներ ճանաչել են Պաղեստինին որպես պետություն, բայց պետություն, որը դեռևս սահմանները պարզ չի, այսինքն այստեղ նաև նմանություն կար մեր Արցախի դեպքերի եւ кейսի հետ, այսպես ասած, չունենք մենք այնտեղ ոչ բան։ Իսրայելի հետ նույնպես ոչինչ չունենք, ես վերջերս սկսել ենք ինչ-որ դեսպանատուն խաղացնել, տանում բերում ենք մի դեսպան նշանակել։ Այդ դեսպանին դատում ենք այդ։ Ինչ-որ բան ենք, բայց էլի ոչինչ չկա։ Այսինքն Իսրայելի հետ ոչինչ չունենք, Պաղեստինի հետ ոչինչ չունենք, այս ռազլոմում մենք մասնակից չենք, ընդհանրապես չկանք։ Լավ։
ժամանակ ունենք, որ շարունակենք եթերում դրած։ Ուրեմն երկրորդ ռազմել ունենք եթերում, հետո համացանցում կշարունակենք։ Ուրեմն երկրորդ ռազմը այդ դեպքում եթերում ավարտենք, դա բաններ ուկրաինական ռազմներ, որի շուրջ նույնպես աշխարհը բաժանվել է երկու մասի առնվազն։ Հիմա որտեղ ենք մենք այստեղ։ Ես նկատեցի, դա աննկատ մնաց մեր լրատվամիջոցներում, վերլուծաբանների մոտ, որ մենք մասնակցեցինք, մենք միակն ենք ԱՊՀ անդամ երկրներից, որոնք մասնակցեցինք վերջերս ուրեմն Մալտայում անցկացված Զելենսկու, այսպես ասած, խաղաղության օրակարգի քննարկմանը, միակն ենք, եւ բնականաբար Ռուսաստանը դա նույնպես օգտագործում է եւ ներկայացնում որպես հակառուսական քայլ, այսինքն առաջին անգամ Հայաստանը մասնակցեց Զելենսկու խաղաղության օրակարգին։ Ես ենթադրում եմ, որ մենք մասնակցեցինք ոչ այնքան Զելենսկու օրակարգին, որքան մեզ պետք էր հանդիպել այնտեղ Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի համապատասխան մեր պարտներների հետ, որպեսզի քննարկենք ստեղծված իրավիճակը, դա էր պատճառը, որ մեր պատվիրակությունը մասնակցել է, բայց ինչևից է մենք այստեղ կարծես ասենք արել ենք պրոուկրաինական քայլ, մինչև այժմ արել ենք պրոռուսական քայլ։ Իսկ մենք նորից հիմա գտնվում ենք ինչ-որ չափով անհասկանալի կարգավիճակում այս ռազմի մեջ եւ մեր տեղը նույնպես չենք կարողանալու գտնենք։ Խնդրեմ։ Սիրելի ռադիո լսողներ, մենք ձեզ հրաժեշտ ենք տալի, հաղորդման շարունակությունը համացանցում կարող եք դիտել, ես հիշեցնեմ, որ բաժանորդագրվեք լրատվական ռադիոյի, Գործարար Ալիքի եւ Արմեն Դարփինյանի YouTube-յան էջերին, մենք շարունակենք այնտեղ, ում հետաքրքիր է, միացեք։ Հիմա երրորդ ռազմը, որը արդեն կարծես մենք ենք ընտրել որպես մեզ համար նախընտրելի ռազլոմ, դա այսպես ասած դեմոկրատական երկրների եւ ավտորիտար երկրների միջև տեղի ունեցող բանն է, բեկվածքն է։ Հիմա երևի մեզ բավականաչափ հաճելի է դիտել ուրեմն տարբեր վերլուծություններ, լսել, ասենք Միացյալ Նահանգների դեսպանը երեք թե առաջ օրը կապանում հայտարարեց, որ Հայաստանը հարավային Կովկասում փարոսն է։ Ժողովրդավարության փարոսն է, հասկանում եք։ Հիմա երևի, ասենք, հաճելի է լսել, որ մենք փարոս ենք, բայց ես կարծում եմ, որ այստեղ Միացյալ Նահանգները այնքան էլ անկեղծ չեն, որովհետև մինչև հիմա Վրաստանն էր փարոս, այդ Վրաստանն ինչ արեց, որ դադարեց փարոս լինելուց, մենք դարձանք փարոս։ Վրաստանի նկատմամբ առնվազն իմ կարծիքով արդար չէ նման մոտեցումը, այս առաջինը։ Երկրորդը, հիմա այդ դեմոկրատական փարոսները, որոնք որ այդպես են կոչվում, ասենք Ուկրաինան փարոս կոչվեց, կորցրեց տարածքների զգալի մասը եւ շարունակում է կորցնել, ասենք, այս վերջերս էլ կորցրեցին Ղրիմներ, Դոնբասներ, հիմա Զապորոժիան եւ Լուգանսկը, ասենք, միացան, կորցրեց։ Վրաստանը փարոս հայտարարվեց, կորցրեց իր տարածքները, մենք արդեն կորցրել ենք տարածքը, կորցնելուց հետո հայտարարվում ենք փարոս, ուրեմն իմ կարծիքով եթե մենք եւ մեր որոշ շրջանակներ համարում են, որ մենք վճարել ենք այն գինը, որ փարոս կոչվենք, էլի, թե հələ պիտի վճարենք, բան կամ ուծելու, թե չէ։ Իմ կարծիքով դա այդպես չէ, այսինքն մենք դա ուղղակի միամիտ մոտեցում է, որ եթե մենք ենթադրենք, որ մենք վճարել ենք այդ գինը կորցնելով Արցախը, իմ կարծիքով տարածաշրջանային խաղացողները այլ կարծիքի են, մենք դեռևս վճարելիք ունենք ըստ իրենց, ըստ Թուրքիայի, ըստ Ադրբեջանի եւ իմ կարծիքով նաեւ ըստ Ռուսաստանի։ Այսինքն դա կարող է հաճելի է լսել, բայց դա չի բերում գոհունակություն, որովհետեւ վտանգ է բերում ավելի շատ։ Այսինքն եթե մենք փարոս ենք, եթե մենք հակադրվում ենք այն երկրներին, որոնք ընտրել են ավտորիտար ուղին, մենք պիտի պատրաստ լինենք ուրեմն կորուստների, որովհետև դա է հուշում մեր ուրեմն տարածաշրջանի իրավիճակը։ Տեսեք, անգամ, ասենք, եթե վերցնենք Մոլդովայի դեպքը, ընդհանրապես զարուրել է իմ կարծիքով։ Մոլդովան անգամ պատրաստ է իր ինքնությունից հրաժարվել։ Բայց դրանք նույն ազգը չեն, պարոն Դարփինյան, դե հիմա ինքնությունից որ խոսում ենք, ասենք կարող է իրանք իրականում նույնն են, մենք դե հիմա գիտեք ինչ կա, հիմա մեկն էլ կա այս տարածաշրջանում, ասում են, որ հայերն ու ալբանացիները նույնն են, էլի։ Բայց ես մոլդովացիներից եմ լսել, որ իրանք նույնն են, էլի, որ իրանք ռումինացիներ են։ Դե դա նշանակում է, ասենք, Մոլդովան պատրաստ է անգամ իր ուրույն ինքնությունից հրաժարվել, եւ չեմ կարծում, որ դա դրական բան է, որովհետեւ բազմազանությունը դա հարստություն է։ Եթե անգամ տեսեք մենք ասենք մեր հայաստանյան
կամ հայկական աշխարհում մեր բազմազանությունը մեր հարստությունն է։ Ես կարծում եմ, որ բազմազանությունը պետք է պահպանել։ Ամեն դեպքում այս փարոս կոչվելը եւ հակադրվելը ուրեմն ավտորիտար երկրների, իսկ մեր հարևաններն են ավտորիտար երկրները։ Հետո տեսեք, մենք ինչ ենք ասում, մենք Եվրոպային ասում ենք մենք ամեն ինչի պատրաստ ենք, դուք ոնց ասեք, ինչքանի դուք պատրաստ եք, մենք այդքանի պատրաստ ենք, հա։ Մի անգամից հիշեցի մի դրվագ էր, մի լավ գործընկեր ունենք լուսահոգի, ուժային կառույցներից, երբ ես ծառայում էի պետությանը իմ համապատասխան պաշտոնում, որ հարցնում է ոնց ես, ասում էր դուք ոնց ասեք, ասում է դա ես հարցնում, դու ոնց ես, ասում է դուք ոնց ասեք, մենք Եվրոպային ասում են դուք ոնց ասեք, նրանք ինչ պետք է ասեն։ Մենք պիտի ասենք, որն է մեր օրակարգը, հա, նրանք ասենք ինչ պիտի ասեն։ Մենք պիտի հասկանանք, որ Եվրոպային անդամակցումը անհնար է Հայաստանի առանձին վերցրած։ Առանց Վրաստանի դա ուղղակի անհնար է։ Իսկ եթե մենք պիտի ձգտենք իմիջիալոց Վրաստանի սահմանադրությամբ ամրագրված է, որ Վրաստանի ուղին դեպի Եվրոպական միությունը։ Վրաստանի նախարարություններում յուրաքանչյուր նախարար ունի տեղակալ եվրոինտեգրացիան գծով։ Ժամանակին ես Հայաստանի կառավարության առաջարկում եմ, ասում եմ, գոնե ամեն մի նախարարությունում ունեցեք մեկին, որը պատասխանատու է Ղարաբաղի հետ ինտեգրման գործընթացի համար, որպեսզի դուք կարողանաք միասնական, մի տնտեսական եւ սոցիալական համակարգ ստեղծեք։ Ոչ թե փող ուղարկեք մենակ, որ իրենք էլ այնտեղ ծախսեն, այլ ստեղծեք միասնական տնտեսական համակարգ։ Այդպես է չկարողացանք ստեղծել։ Հիմա Վրաստանում յուրաքանչյուր նախարար ունի տեղակալ եվրոինտեգրման գծով։ Այսինքն հստակ կուրս է վերցված դեպի եվրոինտեգրում։ Եվ այդ պարագայում Միացյալ Նահանգները փարոս են կոչում Հայաստանը, հա? Հայաստանը չի կարող, մենք պիտի հասկանանք, չի կարող ինտեգրվել առանց Վրաստանի, որովհետև դու սահմաններ չունես, չես կարող ինտեգրվել։ Ինչի, եթե ԵԱՏՄ կարեցել ենք մտնենք, ինչի ԵՄ չենք կարող գնանք ինտեգրացիոն process-ների։ Ասենք դա աշխարհում միակ դեպքն է, իմիջիալոց տնտեսական միությունների միակ դեպքն է, երբ սահման չունեցող երկիրը անդամակցում է տնտեսական միությանը, դա միակ դեպքն է։ Հիմա բացառություն է, ասենք հասկանում ենք, որ դա ուներ նաև քաղաքական նպատակադրումներ, չնայած ես չէի ասի, որ մենք առանձնապես դրանից տուժել ենք, մենք գտնվում ենք որոշակի տարածքում, մեր ապրանքաշրջանառությունը հիմնականում այդ տարածքի հետ է կապված։ Իմիջիալոց ասեմ, որ այս տարվա ցուցանիշներով եվրասիական ուրեմն ընդհանուր ապրանքաշրջանառությունը կգերազանցի $100 միլիարդ, դա բավական լուրջ թիվ է, 100 միլիարդը, հիմա նորից տեսեք համադրեք թուրքական աշխարհին արդեն 20 միլիարդ է, դա էլ է լուրջ թիվ, որտեղ նոր են սկսել իրենց ակտիվությունը։ Եթե եվրասիական տարածքում դա 100 միլիարդ է, եթե ռուս-չինականը 200 միլիարդ է, իսկ ստեղ 100 է, հա, Չինաստանը իդեպ նույնպես փորձեր է անում կենտրոնական Ասիայի երկրներում ակտիվանալու եւ ակտիվանում է, լավագույն ինվեստորներից մեկն է համարվում այնտեղ։ Մենք պիտի այս պարագայում հասկանանք, որ ինտեգրվելը հնարավոր է միայն միասնական Վրաստանի հետ, բայց Վրաստանի հետ էլ այդպես չի, որ մենք ամեն ինչ հարթ է։ Ես կարծում եմ, որ մենք կորցրեցինք 2008 թվականին շանսը լինելու միջնորդ Ռուսաստանի եւ Վրաստանի միջև, որովհետեւ չունենք բավարար չափով սուվերենություն։ Մենք ուղղակի ենթարկում ենք մեր արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանի նարատիվներին եւ չկարողացանք միջնորդ հանդիսանալ, մինչդեռ մենք այս ռեգիոնում Ռուսաստանի համար մեկ դաշնակիցն ենք եւ Վրաստանի համար մեկ ընկերը։ Մենք կարող ենք դառնալ միջնորդ, մենք այդ շանսը կորցրեցինք, չօգտագործեցինք։ Բնականաբար վրացիներին նաեւ գրգռում էր որոշ չափով մեր Լեռնային Ղարաբաղի, Արցախի հանրապետության եւ Աբխազիայի, Արցախի եւ Օսիայի հետ հարաբերությունները, ասենք, նրանք դրան նայում են ոչ բարեկամաբար, իրենց շահերից ելնելով եւ ճիշտ էին անում, բնականաբար։ Իսկ մենք չկարողացանք այստեղ բավարար չափով վստահություն ձեռք բերել։ Կկարողանանք արդյոք Վրաստանի հետ համատեղ կոնցեպտ։ Մենք Վրաստանը մեզ պետք է այդ ինտեգրման համար։ Մենք Վրաստանին պետք չենք այդ ինտեգրման համար։ Այսինքն մենք պիտի անենք այնպես, որպեսզի պետք կարևոր դառնանք Վրաստանի համար։ Հիմա այդ ո՞րն է այդ հրաշագաղտնիք, այդ հրաշալի գործիքը, որը մեր ձեռքերում կհայտնվի եւ որի շնորհիվ մենք կդառնանք հետաքրքիր նույն Վրաստանին, նույն
այդ ինտեգրման համար։ Այսպես է, հիմա, այսինքն մեր ընտրությունը դիրքավորվել դեմոկրատական աշխարհում եւ հակադրվել դրանով իսկ ավտորիտար աշխարհին, իմ կարծիքով հաճելի է տեսնել, լսել ու ընտրել, բայց վտանգավոր է կիրառման մեջ, որովհետեւ բայց վերջին այլընտրանքը որն է, մենք էլ մեզ բան կարգենք, հա, մի սուլտան կարգենք նստենք։ Չէ, այլընտրանքը այն է, որ մենք պիտի բոլոր դաշտերում խաղանք, մենք պիտի կարողանանք խաղալ բոլոր հնարավոր տարածքներում, չպիտի մերժենք որևէ տարածք, այդ իմաստով եւ որևէ ձևաչափ, որտեղ մեզ հրավիրում են կամ որտեղ չեն հրավիրում, մենք պիտի կարողանանք ինտեգրել։ Տեսեք, ես ասացի երկու ռազմում, որտեղ մենք անհասկանալի կարգավիճակում ենք գտնվում, հա։ Այս երրորդում նույնպես հիմա ասենք 3+3 են ասում, ոմանք ասում են, որ ճիշտ ենք անում, մասնակցում ենք, ոմանք ասում են, որ ճիշտ չենք անում, մասնակցում ենք։ Ես համարում եմ, որ մենք պիտի մասնակցենք բոլոր հնարավոր ձևաչափերին եւ չպիտի մերժենք որևէ ձևաչափ, որովհետեւ իրավիճակը իսկապես օրհասական է եւ մենք շատ բան ենք կորցրել այս 30 տարիների ընթացքում, չձևավորելով մեր սուվերեն դիրքը եւ չստեղծելով այն հրաշալի գործիքը, որով կարող ենք լինել հետաքրքիր աշխարհին։ Կարևոր։ Ես ռադիոլսողից մի հարց ունեմ, որը խնդրել է ձեզ փոխանցել, խոսքը գնում է 3 Դաղստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, երևի թե տեղյակ եք, երբ ժողովուրդը մտավ օդանավակայան եւ փնտրում էր Իսրայելից եկած չվերթի քաղաքացիներին Իսրայելի։ Այստեղ հարցը հետեւյալն է. արդյոք այդ process-ը ինքնաբուխ էր, թե դա հերթական ականներ Ռուսաստանի տակած ձեզ։ Դա նման բան չի կարող ինքնաբուխ լինել իմ կարծիքով, անպայման ինչ-որ ձևով կազմակերպված էր, անհասկանալի էր ընդհանրապես այդ մարդկանց, այսինքն ինչ էին ուզում նրանք, եւ ըստ էության տերորիստական հակումներ էին ձևավորում, դա հենց այդ ոչ մի բևեռանոց աշխարհի կողմնակիցներն էին, որոնք ամեն ինչի կարող են պատրաստ լինել։ Ինձ զարմացրեց ուղղակի անպաշտպանությունը, անպաշտպանվածությունը եւ օդանավակայանի եւ կարծես թե այդ ուժային կառույցների անպատրաստ լինել նման բանին դիմակայելու։ Ինձ դա զարմացրեց ավելի շատ։ Այն որ դա երևույթ է կազմակերպված էր, ես նույնպես կասկած չունեմ, որ ուժերի կողմից շատ դժվար է, բայց իմ կարծիքով ոչ բևեռականների կողմից, որտեղ ինչքան վատ, այնքան լավ, ինչքան քաոս, այնքան իրենց շահերը առաջ տանելու հնարավորություն կունենան։ Եվ իմ կարծիքով Ռուսաստանի այստեղ խնդիրն է շատ կոշտ ձևով դա փակել, կոշտ ձևով արձագանքել եւ թույլ չտալ, որ դա տարածվի, որտեղ Ռուսաստանում գիտենք մահմեդական բավական լուրջ համայնք կա արդեն բազմա միլիոնանոց եւ այդտեղ պայթյուն թույլ տալ հնարավոր չէ, այդտեղ ուղղակի կպայթի ամբողջ։ Ես կարծում եմ Ռուսաստանը շատ կոշտ մեթոդներ կկիրառի այդ զանգվածային հանկարկություններ հրահրողների նկատմամբ եւ լուծում կտա այդ խնդրին։ Սիրելի ռադիոլսողներ, FM 106 եւ 5 հաճախականությամբ Դարփինյանի ժամներ, մենք մոտ 40 րոպե զրուցում ենք, կշարունակենք հաջորդ շաբաթ, եթե ինչ-որ լուրջ իրադարձություն տեղի չունենա, այս թեման կշարունակենք, որովհետեւ process-ները շարունակվում են։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, այսօր այսքանը։